Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները եւ ներկայացրել նոր նախաձեռնությունները։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականին համակարգել է 101 շինարարական, 71 նախագծային ենթածրագրեր։ Իրականացվել են 20.3 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ, 2024 թվականից 5 միլիարդ դրամով ավելի։ Կոմիտեն սկսել է ԵՄ նորմերի տեղայնացման փուլային գործընթաց։ Կառավարության որոշմամբ հաստատվել է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը, որի համաձայն կառուցապատողներն իրենց ընտրությամբ կարող են տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային նորմերի փոխարեն առաջնորդվել տեղայնացված ԵՄ նորմերով։ Զուգահեռաբար կոմիտեն պատվիրել է քաղաքաշինական 25 ազգային նորմերի մշակում, որոնք վերաբերում են շինհրապարակների կազմակերպմանը, ավտոկայանատեղիներին եւ ավտոլիցքավորման կայանների հրդեհային անվտանգությանը, հիդրոտեխնիկական թունելներին, օդանավակայաններին, ճանապարհաշինությանը, շինարարական աշխատանքների տևողությանը, շինարարական կոնստրուկցիաների հուսալիությանը եւ այլն։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2025 թվականին իրականացրած ծրագրերը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ընդգծելով ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության համար։ Նա նշել է թվային ճշգրիտ տվյալների տրամադրման ու հավաքագրման անհրաժեշտության մասին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ 2026 թվականին հայկական գինին միջազգային հարթակներում առաջ մղելու ու ներքին շուկայում գինեխմությունը զարգացնելուն ուղղված մարքեթինգային ծրագրերն ու միջոցառումները։ Մասնագիտական քննարկումներ են ծավալվել նաև մի շարք թեմաների շուրջ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 16-ի եւ հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են։ Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134,000 ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, ընդդեմ ֆիզիկական 3 անձանց չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով։